Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլու սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Քարաստորիա մեծ բահոց ժամանակաշրջանը ըզքանչելի ժամանակ է, որ ամեն մեկս յուրաքանչյուրս մենք մեզ քննենք։ Ինքնակնության ժամանակն է այս ժամանակը սիրելներ։ Տեր Հիսուս Քրիստոս կսե գերձավոր նախքու աչքիդ մեջի հաստ կերանը դես եւ աբա թիմացինիդ աչքի մեջի բզդիկ շուղը բզդիկ դախտագը հանե Պողոս արաքյալը գսե երկրորդ Կորինթացիներու նամակի 13-րդ գլխու 5-րդ համարի մեջ քննեցեք դուք ցեզ տեսնելու համար թե նույն հավատքի մեջ կմնաք քննեցեք դուք ցեզ տեսնելու համար թե Հիսուս Քրիստոսը ցեր ներսիտին գա թե ոչ բարձաբես իր անունը կգրեք իսկապես քննենք մենք մեզ սիրելներ մենք անունով քրիստոնյա ենք թե ոչ իսկապես Քրիստոս մեր մեջ գաբրի որպես մարդ հաջող մեր աչքերը խոշորացուցի կվերածենք եւ ուրիշները այդ խոշորացված ցևով գնայինք որպես հանգարտ սխալ մնեն մեղք մկործեն ամիջապես հանդիմանենք զանոնք քննադատենք զանոնք բայց երբ հարցը մեզի գուքա միշտ կփորձենք ծածկել այդ բոլորը եկեղեցու այրերը այդպես չեն եղած սիրելներ սուրբ ներսեշնալի սուրբ Գրիգոր Նարեգացի եւ բոլոր սուրբերը ընդհանրակը իրենք զիրեն կոչած են մեղաբարդ բազմամեղ անցավոր վայդված են իրենց անցին իրենց գուրծ կծեծած են չեն ծածկած իրենց մեղքերը ընդհանրակը հրաբարակած են զանոնք որովհետև նախընտրած են այս աշխարհի մեջ մարդոց կողմէ այբանվիլ մեղատրվիլ լուդանք ու ամոթ ստանալ քան թե Աստուծո դիմաց գանկնիլ մեղավոր վիճակով ու հավիտենական քեհեն նետվիլ ամեն շաբաթ ցեզի ընթերցեմ եկեղեցու հայրերեն քրությունը այսօր ցեզի պիտի ընթերցեմ Սարգիս Վարդապետ Շնորհալիի հորթորագներեն մեկը ինքնակնության մասին երկու բառով ասեմ սիրելներ Սարգիս Վարդապետը ապրած է 13-րդ դարում դժբախտաբար անոր ծննդյան եւ վախճանման մասին դերեկություններ չունենք բայց անիգա լուսամիտ Վարդապետները մեկ եղած է մանուկ եպիսկոպոսի աշակերտներեն մին մանուկ եպիսկոպոսը իր ժամանակի ամենալուսամիտ սուրբ քրոց ծանոթությամբ լեցուն մեծ ուսուցիչ եղած է սիրելներ որ 18 տարեկանին քարոզիչ նշանակված է եւ երբ ծաղրված է ուրիշ միապաներու կողմէ Գաթողիկոսը երբ գլսի առաջին անգամ անոր քարոզը ամիջապես զինք եպիսկոպոս կոծե եւ այս մանուկ եպիսկոպոսը շնորհալիներու փաղանք մը կպատրաստե անոր աշակերտներեն են սուրբ Գրիգոր Գաթողիկոս Բահլավունին սուրբ Ներսես Շնորհալի եղբայրը սուրբ Ներսես Շնորհալին Սարգիս Վարդապետ Շնորհալին ինքնադիոս Շնորհալին այդ սերունդը սիրելներ շնորհալի գոչված է որովհետև իսկապես շնորհալի ուսուցիչիմը շնորհալի զավակներ եղած են Սարգիս Վարդապետ Շնորհալին գրած է Մեկնության գիրքը Կաթողիկյաց 7 թուղթերը, այսինքն Հակոբոս Դիարնեղբոր թուղթը, նամակը, Պետրոս Արաքյալի 2 նամակները, Հովանես Արաքյալի 3 նամակները եւ Հութա Դիարնեղբոր նամակները։ 43 ջարերը փաղկացած, այսպես մեկնաբանություն է եւ ամեն մեկ ջարերու ավարտին գրած է հորթորակ։ Այդ հորթորակները մեկն է որ ցեզի պիտի գարտամ։ Իր լեզուն շատ բարձ է, սիրելներ, շատ հասկանալի եւ այնպիսի սկանչելի պատկերներով խոսի ու խրատներ գուտա, որով յուրաքանչյուր քրիստոնյա հավատացյալ հատկապես այս մեծ բաղոցորերուն սկանչելի արիտ է քրիստոնյայի համար, որ ընթերցե այս քիրքը։ Ես սիրելներ ցեզի պիտի ընթերցեմ, ինչպես ասի, ինքնակնություն վերնակրված այս հորթորակը։ Ուրեմն Հակոբոս Դիարնեղբոր խոսքը մեկնել է երկրորդ գլխու 14-16 համարները հորթորակին գանցնի։ Նախ Հակոբոս Դիարնեղբոր խոսքը մեջ բերեմ եւ ապա գարտամ ցեզի
Սարգիս Վարդապետ Շնորհալիի այս ըսկանչելի քրությունը։ Ինքնակնություն։ Ինչ օգուտ եղբայրներ, երբ մեկը ասե թե հավատք ունի եւ անոր համապատասխան կորց չունի։ Միթե հավատքը գրնա բրգել զայն։ Եթե եղբայրը կամ քույրը մերգլա կամ օրվան հացին գարոտ, եւ ցեզե մեկը ասե. «Քացեք խաղաղությամբ, դակցեք եւ գշտացեք», եւ մարմնին պետք եղած բաները անոնց չդա, ինչ օգուտ է։ Այսպես ալ եթե հավատքը իր հետ կորց չունենա, առանցինն մեռած է։ Հավատքը առանց գործերու մեռած է։ Վայ ինձի, գսկսի քրել Սարգիս Վարդապետ Շնորհալին։ Վայ ինձի, թշպախտիս այս բաները քրելով ես ինքս կտադեմ, որովհետև չգա աղթմը, որ քերած չլա միտքս, ծառայեցնելով զիս մեղքի օրենքին, եւ ես որպես անչինչ արցանի վրա գքրեմ գիրքերս, հիշադակ ցկելով ինձ մե ետ եկողներուտ։ Քրիստոնեությունը սովորությամբ միայն ունիմ եւ չեմ ապրիր այնպես, ինչպես գվայել է քրիստոնյայիմը։ Այս խղճմտանքս միշտ կդակնաբեցնե զիս ու գվարանիմ խորհուրդներուս մեջ։ Ինձի գտվի թե ուրիշներ ալ գբաժնեն այս խղճահարությունս, գիտնալով իրենց քաղտնիկները։ Ես ալ նույն այդ խղճահարություն ունիմ եւ վստահ եմ, որ շատերը սիրելներ եւ գտեսնենք որքան մեղավոր մարդ ենք, մեղսալից եւ արժանի չենք հավիտենական կյանքը ժառանգելու։ Բայց Փառք Աստուծո, որ Տերը ողորմեցավ մեզի, իր որդին աշխարհ ղրգեց, որբեսի մաքրե մեզի, քավե մեզի մեր մեղքերը։ Չեմ գիտեր, թե դժվարություններս որ մեկը ողբամ։ Մգրդության որդեգրությունը զոր գործընծուցի, թե գուսության սրբությունը զոր արադավորեցի։ Քահանայության շնորհը զոր ժանդացուցի, թե այս անվան մեծությունը զոր սոսկ անունով ստացա, քահանայության անունը, որ միան անունը ստացա, այսինքն գարկիս դերը չեղա ասել գուզե։ Ամբիդանացուցի եւ վաճառական եղա Քրիստոսի շնորհներուն, զանոնք փոխանակելով հարստության, փառքի ու հանգիստի հետ։ Երանի յուրաքանչյուր գրոնավոր գարտա այս խոսքերը, ոչ թե իր փառքը, իր հանգիստը, իր հարստությունը փնդրե, այլ խոնարհի դիրոջ տված եւ մեղայիկա։ Չեմ գիտեր ինչպես ողբան բադիժներս։ Եղերամայրեր պետք են ինձի։ Եղերամայրերը սիրելներ հին ժամանակ այն գիներն էին, որոնք գվարծվեին թաղման ժամանակ գուքային եւ գողպային։ Ուրեմն գսե եղերամայրեր պետք են ինձի ըստ Երեմիային, որոնք երկար հարաճելով ողբեր հյուսեին զիս հուզելու, որբեսի բավականաչափ լայի անցիս տառնությունը եւ գամ մարգարեական խոսքը հարաճելով ասեի. ով քրխուս ճուր բիդա եւ աչքերուս արդասուքի աղբյուր, որբեսի ամայության մեջ նստելով ցերեկ ու քիշեր լայի հոգիս տառնությունը։ Երեմիա մարգարեի խոսքն է 9-րդ գլխու առաջին համարեն։ Ունեցած արժանիքներս որքան ավելիով բադվվեցա Աստուծմե, նույնքան ահավորությամբ անարգեցի զայն եւ եղա անհամ աղ, ոչ հողին բիդանի եւ ոչ իբր աղբ կործածելի, այլ դուրս թափելու եւ գողկրդվելու արժանի, ոչ թե մարդոց, այլ զիս աղտով վարագող քազան թևերու գողմե։ Նմանեցա քերեզմաններու արդակուստ ձեպված ու ներքուստ լի աչքով, լեզվով ու ագանչով, հոդոդելիքով ու շոշափելիքով կործված մեղքերու ժանդահոդությամբ։ Սովորությամբ միշտ ասոնց շուրջ կդառնամ եւ չեմ ուզեր ասոնց մեծ սերբազատիլ, այլ խոզի նման միշտ լվացված իսկ դիրնի մեջ կթավանիմ։ Ամեն անգամ որ գմակրվիմ գսե խոստովանությամբ խոզի պես ինչպես խոզը որքանա լվանք խոզը սիրելներ իդ իր դիրմին, իդ իր ցեխին աղդոդության կդառնա, այդպես ալ մենք հաջող խոզի նման ենք։ Ամեն անգամ որ գզղճանք, խոստովանենք մեր մեղքերը, գմակրվինք, իդ խոզի նման մեղքերու գերդին կդառնանք։ Այս բոլորին վրա ուրիշ ցևով մնալ չափազանց գան մտանամ։ Ուրիշներու աչքին շուղը գտեսնեմ, գքննեմ ու գփորձեմ մաքրել, մինչ իմ աչքիս քերանը չեմ տեսներ։ Ուրիշներու փոքրիկ փուշը գչանամ քաշել, իսկ իմիներս լի անդարախիտ մոլախոդով, ուր մինչև իսկ վայրի քազաններ փույն գրնան տնել,
գանդեսեմ։ Արցունքի եւ ողբի այս գործերու մեջ բարարդացած կմնամ ու հանգիստ կվայելեմ մարդոցմե ռաբբի գոչվելով, այսին վարտաբեդ, եւ այս կյանքը գվարեմ զվարճանալով ու գեղձավորելով։ Արույձի մորթի մեջ ինքզինքս կտակցնեմ, ես որ ամբիդան էշ մնեմ, որպես աղոթող գծեվանամ, երբ իսկապես այդպես չեմ։ Ինքզինքս բահեցող ցույց կտամ, մինչ ոգրամոլներեն ավելի անժուժ եւ քեշ կգտնվիմ, խոնար ու կծուց կծեվանամ, սակայն փքալով, ինքզինք ուրեցնելով, ամփարդավան կգտնվիմ նման անոր, որ ասած է. Աթորս ամբերու վրա պիտի տնեմ եւ բարձյալին նման պիտի լամ։ Ով ասած է այս խոսքը։ Սատանան, Արուսիակ ռեշտագաբեդը, Եսայի մարգարեի քրքին մեջ սիրելներ 14-րդ գլուխ։ Ինքզինքս ողորմած ու հյուրասեր ցույց կտամ, մինչ ակահությամբ խեղդված եմ հուսահատի նման, սուրբ եւ սրբասեր կցեվացնեմ, իսկ անտին քարշելի աղդեղությանց մեջ ջջի նման գոստոստեմ։ Այս բոլոր աղետներուն վրա գերանվեի, այսին երանելի գսվեի, մարդոց կողմե, որոնք միայն երեսը կտեսնեն եւ ոչ սիրտը։ Գահավադայի եւ այդպես ալ ինքզինքս ցույց կտայի, խապելով բարձամիտները, որպես թե երանելի եմ։ Ես չէի վախնար անգե Աստուծմե, որ սրդերուն գնայի, անհայտները կտեսնե եւ որուն արչեւ ամեն ինչ փած եւ հայտնի է, ինչպես Եբրայեցիներուն նամակի 4-րդ գլխու 12 եւ 13 համարներու մեջ կսվի։ Այս բաժարավ բադանի եղա ու բարի բանիմը չսկսա։ Հասուն մարդ դարձա եւ արակինի բանոմը Քրիստոսի գադարյալ հասագին չհասա։ Մազերս ջերմկցան, սակայն ես չսպիդագացա խոստովանությամբ ու ապաշխարությամբ եւ այժմ քերեզմանի թուրը հասած, ահա գարցանացնեմ գիրկերս եւ ոչ մեկ օգուտ ունիմ։ Եթե եղեքի շամփերը քրիչի վերածեմ ու մակաղատները քրելու նյութի, կգարձեմ թե պիտի չկարողանամ զանոնք ամփոփել եւ իմ դարագույսի աղետը թարմանել։ Սիրելներ, տեսեք ինչ սքանչելի խոսք։ Եթե գսե քրիչներ ունենամ, եղեկը քրիչի վերածեմ եւ մակաղատները թուղթի վերածեմ եւ բոլոր մեղքերս կրեմ, դագավին բավարար պիտի չլան։ Ուստի ես բարդականս փյուրաբադիկ բարդկերու խոստովանաբար իմ մեղքերս թրիցեր եւ ինձ մե ետ եկողներու սիրույն արչեւ, որբեսի ծեր բերնեն թողություն ընդունիմ։ Աստված թողություն թողա Սարգիս վարտաբեդ։ Աստված մեզիալ թողություն թողա աղոթե մեզի համար, բարեխոսե մեզի համար։ Մի տանտաղիկ սրդացավությամբ ինձի թողություն տալու, ահա վասիկ, որբեսի դուք ալ նման թողություն գտնեք մարդասերեն։ Արդ ինչ, ասոնց մեջ պիտի թատրեցնեմ դրդմություններս, թե նաև մխիթարականները պիտի բարձեմ մարգարեեն սորված, որովհետև անալ մեղանչել է, երբ մտքի նման դարագուսանքներու մեջ ինգավ, իրանցին փրկութենեն հուսահատած, ողորմելի այս սայնը նախ արձագեց, անցս մխիթարվիլ չուզեր, Սաղմոս 77-4 համար։ Ապա այսքան դարագուսանքներու մեջ գտնելով բոլոր վշտացածներու մխիթարության եւ ուրախության քաղցր հույսը հուսահատներուն եւ ապավենը նեղյալներուն կոչեց, հիշեցի Աստված եւ ուրախացա։ Նույն Սաղմոս 74-րդ Սաղմոս 4 համար։ Հետևաբար գսե Սարգիս վարտաբեդ Շնորհալին, հուսահատությամբ պիտի չվերջացնեմ, այլ պիտի մխիթարվիմ դիրոջ դիմելով։ Եվ դերը ինձի հույսիս մեջ ամոթով պիտի չծկե։ Արդ սիրելներ, հիշենք Աստված իր կտությամբ եւ չհուսահատենք մեր անձին փրկութենեն, այլ դարձյալ Դավիթին է դսենք։ Ինչու կդրտնիս ով անցս։ Գամ ինչու գխրովիս։ Հուսա Աստուծո, խոստովանի անոր, անցիս փրկությունը Աստված է։ 42-րդ Սաղմոսն է ասիկա սիրելներ, 6-րդ համարեն առնված։ Այս հույսով աներկբայ հավատքով ու սիրով կործենք Աստուծո պատվիրաններու մեջ եւ անոնցմով վերջացնենք մեր կյանքը, որբեսի խոստացված բարիքներուն արժանի ըլլանք մեր Տիրոջ եւ Փրկին Հիսուս Քրիստոսի շնորհքովը եւ մարդասիրությամբը, որով եւ որուն հետ հոր եւ հոգվույն փառք, իշխանություն եւ բադիվ վայել է այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Հավասիկ սիրելներ, սկանչելի ինքնակնությունը
Մենք ալ եկեք մենք մեզ քննենք, եկեք տեսնենք որ որքան բրձալից կյանքով ապրած ենք, խոզի նման գերդի մեջ թարցած ենք սիրելներ, բայց վստահելով մեր Տիրոջ, ապավինելով իրեն, մեր հույսը չենք կտրեր, այլ իր մոտ մխիթարություն ունենք, կհավատանք որ երբ անարագինպես խոստովանենք մեր մեղքերը, երբ բորնիգի նման Տիրոջ դիմենք, երբ աչագոմյան ավազագինպես Տիրոջ ասենք, դեր հիշեզիս, երբ թակավորության պատկաս, այդ ժամանակ Տիրոջ օրհնության, քավության պիտի արժանանք եւ դերը մեր դիմաց պիտի բանա հավիտենական կյանքի դռները։ Ուստի եղբայրներ եւ քույրեր, մնացյալ այս քարաստորյա վայեցողության օրերուն եկեք ավելի խստությամբ վարվենք մեր անձին հետ, եկեք սիրելներ մենք մեզ քննենք ու չձածկենք մենք մեզ մե, կրնանք մարդոց դիմաց ցեվացնել որ սուրբ ենք, արդար ենք, այսպիսին ենք կամ այնպիսին ենք, բայց չենք կրնալ մենք մեզ ծածկել Աստուծմե եւ մեր անձին։ Եկեք անգերց լանք մեր անձին հետ, եկեք մեր մեջ ծածկված բաները գտնենք, բռնենք սիրելներ մեր մեջի մեղքերը եւ Տիրոջ դիմաց բերենք, խոստովանենք, որբեսի դերը մեզ մաքրե եւ կարողանանք զադիգը օրհնությամբ եւ սրբությամբ դիմավորել։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։